Տիրոջ ներկայության մեջ եկեք նաև կենտրոնանանք Աստծո խոսքի վրա եւ նայենք մեր քարոզաշարքի շրջանակում այսօրվա հատվածը ինչ ունի մեզ ասելու եւ ինչպես կարող ենք մեր հավատքի կյանքի համար պետք եղած դասը քաղել։ Անգե մարգարեության 2-րդ գլխի 4-ից 5 համարների վրա պետք է կանգնենք։ Լսեցեք Աստծո խոսքը։ Սակայն հիմա զորացիր, ով Զորաբաբել, ասում է Տերը, եւ զորացիր, ով Հովսեդեկ, քահանայապետի որդի Հեսու, եւ զորացիր, երկրի ողջ ժողովուրդ, ասում է Տերը, եւ աշխատեք, որովհետև ես ձեզ հետ եմ, ասում է Զորքերի Տերը, ըստ այն խոստումի, որ տվել եմ ձեզ, երբ դուք դուրս էիք գալիս Եգիպտոսից, իմ հոգին մնում է ձեր մեջ, մի վախեցեք, ամեն։ Այս օրերի համար, մի ինչ մենք ապրում ենք, մեր իրականության մեջ, այս հատվածը ուղիղ հասցեական մեզ ասելիք ունի։ Այն օրերի մեջ, ժողովուրդը անդրադարձավ, որ աքսորից փրկող, ազատագրող Աստված, նույն ինքը Տերը, իրենց հանդիմանում է, ես ձեզ փրկեցի, վերադարձրեցի, տվեցի բոլոր հնարավորություններն ու պայմանները, բայց դուք փոխանակ իմ տունը կառուցելու սկսեցիք ձեր տունը կառուցել։ Ժողովուրդը զղջաց, ժողովուրդը ապաշխարեց, ժողովուրդը սկսեց գործի անցնել, բայց շուտով երկրորդ հիասթափության ալիքն է գալիս։ Տիրոջ տունը ինչպես պիտի իր նախկին փառքի տեսքի բերենք մեր այս համեստ կարողություններով, ինչպես պիտի կարողանանք այս մեր վիճակի եւ ընթացքի մեջ պետք եղած անել, որպեսզի Տիրոջ տունը կառուցենք։ Քիչ առաջ հայտարարությունը եւ մեր ընթացքը շատ նման է, ոչ նույնությամբ, բայց շատ նման փորձառությունով ենք անցնում այսօր մենք։ Այսօր շենքը շինելու կարիքը չունենք, այսօր շենք ու շինություն բարձրացնելու կարիք չունենք, բայց այն պահելու մարտահրավերն ունենք այսօր։ Եվ այս իմաստով միգուցե դու էլ մտածես, միգուցե մենք հավաքականորեն մտածենք, որ ինչպես պիտի անենք, ինչպես պիտի անենք, ինչպես պիտի կարողանանք այդչափ հսկայական գումար բերելու, դնելու Տիրոջ սեղանին եւ ասելու, որ այո, մենք պատրաստ ենք այս պատասխանատվությունը վերցնել։ Ինչպես պիտի կարողանանք այս կարճ ժամանակահատվածի մեջ պետք եղած ձևով միջոցներ հավաքագրելու, որպեսզի կարողանանք այս շենքը պահել եւ մեր առաքելությունն ու ծառայությունը շարունակել այս շենքի պատերից ներս եւ այս պատերից դուրս։ Ինչպես պիտի անենք։ Այս հոգին, երբ որ ժողովրդին տագնապեց, անհանգստացրեց, մարգարեական խոսքը շուտով եկավ այդ ժողովրդին եւ այդ խոսքը նաեւ թող լսելի լինի մեզ։ Աստված երբեք եւ ոչ մի պարագայում չի լքում, չի անտեսում, չի մոռանում եւ չի թողնում իր ժողովրդին։ Եվ նայեցեք առաջին խոսքը, որ շեշտվում է անհատական մակարդակով մինչև հավաքական մակարդակ, առաջին խոսքը, որ մարգարեական շուրթերից դուրս է գալիս եւ լսելի դառնում ժողովրդին, հետեւյալն է. զորացիր, զորացիր, ով Զորաբաբել, զորացիր, ով Հեսու, զորացիր երկրի ողջ ժողովուրդ։ Մեկ բառ, բայց այդ բառի մեջ եւ այդ բառի միջոցով Աստված իր խոստումները, Աստված իր ներկայությունը, Աստված բոլոր ժամանակների համար իր ներկայությունն ու խոստումները ապահովում է։ Զորացիր։ Այսօր մեր կյանքի բոլոր իրավիճակների մեջ, մեր բոլոր փորձությունների ու մարտահրավերների մեջ, մեր հավատքի կյանքը ապրելու դժվարության մեջ մենք մեկ բանի կարիք ունենք. Աստծո զորության։ Բայց ինչ եք հասկանում, երբ որ ասում եմ Աստծո զորություն,
ինչ ենք հասկանում եւ ինչպես ենք վերցնում, կամ ինչպես պիտի ապրենք այս падգամը, այս հորդորը, Աստված այսօր իր խոսքի միջոցով անհատապես քեզ եւ մեզ բոլորիս հավաքականորեն ասում է. զորացիր։ Ինչպես հասկանամ սա։ Երբ որ իրերն ու իրավիճակները մեր կյանքում ու մեր շուրջը մեր վերահսկողությունից դուրս են գալիս, երբ որ իրերն ու իրավիճակները անկանխատեսելի են դառնում, երբ որ մենք այլևս չենք կարող մեր մարդկային ուժով, իմաստությամբ, գործերով շարունակել, ճիշտ այդ պահին է, որ Աստծո խոսքը մեզ հիշեցնում է, ոչ թե քո մարդկային ուժով, ոչ թե քո մարդկային իմաստությամբ, ոչ թե քո մարդկային բոլոր միջոցներով, այլ Աստծո ներկայությամբ։ Զորությունը միշտ եւ մնայուն կերպով կապված է Աստծո ներկայության հետ։ Աստծո խոստումը անփոփոխ է բոլոր ժամանակների համար։ Զորության կոչը, զորանալու կոչը բոլոր ժամանակների, հավատքի կյանքի բոլոր հերոսների համար մարտահրավեր է եղել եւ Աստված երբեք չի ուշացրել այդ հորդորը տալու անհատապես կամ հավաքականորեն։ Հեսուի գրքում կարդում ենք. Ահա պատվիրում եմ քեզ, զորացիր եւ քաջ եղիր, մի վախեցիր եւ մի զարհուրիր, որովհետեւ քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս։ Զորությունը, ուժը Աստծո ներկայության մեջ է եւ Աստծո ներկայության միջոցով է։ Հավանաբար այսօր եկար Տիրոջ ներկայությունը փնտրելու հավաքական պաշտամունքի մեջ եւ փառք Աստծո, որ մենք լավագույն բաժինն ենք ընտրում, առավոտյան արթնանալով, մեր քայլերը ուղղելով, գալով եւ միաբանվելով։ Հավանաբար այսօր քո սրտի, մտքի, հոգու խորքում կային հարցեր, որոնք քեզ պարփակել էին, որոնք քեզ նեղում ու նեղացնում էին։ Բայց ես ձեզ իմ փորձառությունն ասեմ եւ վստահ եմ, որ ձեզանից շատերը կհաստատեն։ Բավական է գալ Աստծո ներկայության մեջ, բավական է գալ միաբանությամբ Տիրոջ ներկայությունը փնտրելու, խնդրելու եւ փափագելու այս ծարավով ու կարոտով, բավական է գալ եւ կարծես մեկ այլ հոգի, ուժ, մեկ այլ եռանդ, մեկ այլ իրավիճակ ու իրադարձություն է տեղի ունենում, պաշտամունքը տոնախմբություն է, պաշտամունքի մեջ ու պաշտամունքի միջոցով իմ հոգիս վեր է բարձրանում։ Եվ եթե ես ցավ ունեի իմ սրտում, հարց ունեի իմ մտքում, հոգս ունեի, որի տակ արդեն ոտքերս ծալվել էին, բավական է գամ Տիրոջ ներկայության մեջ եւ երգը դարձնեմ աղոթք, աղոթքը դարձնեմ երգ, Աստծո հավատացյալ ժողովրդի մեջ համախմբված կանգնեմ, ես դառնում եմ լրիվ ուրիշ մարդ։ Ես դառնում եմ լրիվ ուրիշ մարդ։ Արտաքին դրսևորումները չէ, ներքին համոզումը, այն ուժը, որ Աստված է տալիս, այն ուժը, որի մեջ ու որի միջոցով ես կարող եմ շարունակել իմ կյանքս ու ընթացքս։ Աստծո ներկայությունը բոլոր ժամանակների համար, բոլոր իրավիճակների մեջ այս խոստումը ունի։ Իր ներկայությունը զորացնում է տկարացած, թուլացած իրավիճակները, ծնկները, սրտերը, վախերը, տագնապները, ամեն բան օդ է ցնդում։ Տիրոջ ներկայությունը մեր զորության աղբյուրն է։ Եվ Աստծո խոսքը այսօր բոլորիս հատուկ կերպով հիշեցնում եւ հուշում է, ուր ես, ինչ վիճակում ես, ինչ կարգավիճակում ես։ Ներողություն։ Կարգավիճակ եւ իրավիճակների մասին հստակեցնեմ։ Եթե սիրտդ Աստծո հետ է, եթե փնտրում ես իր կամքը, եթե տքնում ու տառապում, լավագույնը տեսանում իրեն հաճեցնելու համար եւ կյանքը, սրբության կյանքը լրջությամբ ես առել եւ դրա մեջ զգում ես, որ անօգնական ես, Աստծո զորությունը ճիշտ այդ պահին է գալիս եւ ասում. իմ ներկայությունս քեզ
բավարար է։ Քո տգարության մեջ իմ զորությունս պիտի հայտնեմ։ Քո անկարողության մեջ իմ կարողությունս պիտի տեսնես, իմ մեծությունս պիտի տեսնես, իմ առաջնորդությունս պիտի տեսնես։ Ես չեմ գալիս Աստծո առաջ, որտև ուժ ունեմ, ես չեմ գալիս Աստծո առաջ, որտև խելացի եմ, ես չեմ գալիս Աստծո առաջ, որտև ավելի փորձառություն, ավելի կարողություն, ավելի հմտություն, ձիրք կամ շնորհք ունեմ, ես գալիս եմ Աստծո առաջ, որտև գիտակցում եմ, որ ինչ որ եմ եւ ինչպես որ եմ, իրեն եմ պարտական։ Զորությունը երբեք չի գալիս մարդկային տկար, մեղավոր մարմնից, զորությունը երբեք չի գալիս մահկանացու մեր բոլոր սահմանափակ վիճակներից, զորությունը գալիս է Աստծո ներկայությունից։ Այս համոզումը այսօր ինձ եւ քեզ պետք է ամուր ոտքերի վրա կանգնեցնի։ Այս համոզումը, այս վստահությունը Աստծո վրա պետք է մեզ օգնի, որ մշուշից, խավարից, անելանելի վիճակներից այն կողմ տեսնենք Աստծո առաջնորդությունը։ Ամեն բան կարելի է նրան, ով հավատում է։ Ամեն բան կարելի է նրան, ով հավատում է, եւ այդ հավատքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի վրա։ Երկրորդ բանը, որ մարգարեական խոսքը գալիս եւ հորդորում է թե անհատապես, թե նաև հավաքականորեն, եւ նորից մենք կարիք ունենք մտածելու սրա մասին, շատ պարզ մի բառ է. աշխատեք, գործեք, գործի անցեք։ Եկեղեցին կենդանի մարմին է, եկեղեցին մենք ենք, պատերը չեն, եկեղեցին ժողովուրդն է, հավատացյալ ժողովուրդը, Աստծո ժողովուրդը երբեք եւ ոչ մի պարագայում չպետք է պասիվ, անգործ վիճակում լինի։ Աստված ամեն մեկից շնորհ ու տաղանդ է տվել։ Աստված ամեն մեկից կարողականություն է տվել, ձիրք է տվել, պարգև է տվել եւ մենք կանչված ենք մտածելու, քանի որ իրեն ճանաչել եմ, Աստված բացել է իմ աչքերս եւ գտել եմ իրեն, քանի որ հասկացել եմ, որ կյանքի իմաստը եւ աղբյուրը ինքն է, ինչպես կարող եմ իր տված շնորհները, տաղանդներն ու պարգևները, ինչ որ ունեմ, դնեմ իր համար, իր գործի համար։ Եվ սրա ամենատեսանելի, գործնական եւ բոլոր ժամանակների համար ամենապրակտիկ ձևը եկեղեցիի մեջ եւ եկեղեցիի միջոցով քո ներկայությունդ եւ քո մասնակցությունդ բերելն է, հավատքով, հնազանդությամբ եւ նաեւ այս համոզումով, եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում շինողները, եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր են արթուն մնում պահապանները, բայց մենք ունենք այդ վստահությունը, գիտենք ում անունով ենք փրկվել, գիտենք ում անունով ենք հավաքվել, գիտենք ինչի համար ենք համախմբվել։ Աստծո եկեղեցին կանչված է բոլոր ժամանակների համար հավատքով եւ հնազանդությամբ Տիրոջ թագավորությունը կառուցելու, տարածելու եւ ավելացնելու եւ ընդլայնելու։ Եվ սրա մեջ ամեն մեկս անելիք ունենք։ Փիլիպպեցիներին ուղված նամակում Պողոս առաքյալ եկեղեցուն նայեցեք ինչ հորդոր է տալիս եւ սրա մեջ է մխիթարությունը, հույսը եւ վստահությունը, որ նույնիսկ այս հորդորի մեջ աշխատեցեք։ Մենք գործիքներ ենք, գործողը ինքն է։ Մենք անոթներ ենք, ինքն է իր զորությամբ, ներգործությամբ մեր մեջ ու մեր միջոցով ավարտին հասցնելու գործը։ Փիլիպպեցիներին ուղված նամակ 2-րդ գլուխ 12-րդ համարից պիտի կարդամ։ Ուրեմն, իմ սիրելիներ, ինչպես որ ամեն ժամ հնազանդվեցիք, ոչ միայն իմ ներկայության ժամանակ, ասում է առաքյալը, այլ առավել եւս հիմա իմ բացակայության ժամանակ, ահով ու դողով գործեք ձեր անձերի փրկության համար։ Առաքյալը ուրիշ խոսքով հորդորում է, որ անկախ նրանից տեսնում ենք,
թե չենք տեսնում, վերահսկողություն կա, թե չկա, ֆիզիկապես ինչ-որ մեկը հսկում, տեսնում կամ հետևում է, կամ ոչ, մենք հնազանդության մեջ շարունակենք Աստծուն հաճեցնել և այն փրկությունը, որ մեզ շնորհվեց, դրա մեջ կյանքով, վարմունքով, ընթացքով ցույց տանք, թե մենք ում ենք վստահել և գոհունակությամբ ամեն ժամ Աստծո առաջ գալով վախով ու երկյուղածությամբ իրեն հաճեցնենք և իր անունը փառավորենք, որովհետև շարունակում է առաքյալը, Աստված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալն ու կատարելը ըստ իր բարեհաճ ծրագրի։ Եվ վերջում գործնական հորդոր է տալիս, ամեն բան առանց տրտունջի և վիճաբանության արեք, ամեն բան արեք հաճեցնելու իրեն, իր հոգիով և իր միջոցով առանց տրտունջի կամ վիճաբանությամբ։ Աստծո ներկայությունը իր խոսքով հաստատվել է, երաշխավորվել է, Աստծո ներկայությունը բոլոր ժամանակների համար որպես խոստում մեզ տրվել է, երբ խորանը կանգնեցվեց, Մովսեսի օրոք Տիրոջ փառքը իջավ և բնակվեց ժողովրդի մեջ, քանի որ Տերը խոստացել էր նախապես, որ կբնակվի Իսրայելի որդիների մեջ և կլինի նրանց Աստվածը, ասում է Ելից գիրքը։ Նույն հոգին, որ զորացրեց Մովսեսին և ծերերին ու երեցներին, նույն հոգին, որ զորացրեց մարգարեին և օգնեց, որ տաճարի գործը ավարտին հասցնեն, այդ նույն հոգին նաև մեկ այլ մարգարեի շուրթերով, որ իմիջայլոց Անգեայի հետ նույն օրերում մարգարեանում էր Զաքարյան, այդ նույն հոգին գալիս և հիշեցնում է, ոչ թե զորությամբ, ոչ էլ ուժով, այլ իմ հոգիով, ասում է Տերը։ Զորության աղբյուրը Աստծո հոգին է, զորության կրողը, տվողը, ներգործողը Աստծո հոգին է։ Եթե Աստված իր հոգին վերցնի, եթե Աստված իր հոգին վերցնի եկեղեցիներից, եկեղեցիները կդառնան պարզապես հավաքատեղիներ, աննպատակ, առանց ուղղության, առանց պետք եղած էներգիայի, ռեսուրսների, աղբյուրների, առանց որևիցե միաբանության ու մեկ ընթացքի։ Եվ սա կլինի դատաստանի պես, եթե միայն Աստված նման բան անի, բայց քավ լիցի, Աստված խոստացավ իր հոգին շնորհել բոլոր ժամանակների մեջ և հատկապես վերջին օրերում իր որդու հայտնվելուց հետո, որպեսզի եկեղեցին իր առաքելության մեջ կարողանա իր լավագույնը անել։ Եկեղեցու շարժիչ ուժը Աստծո Սուրբ Հոգին է, եկեղեցին առաջ մղողը, իր առաքելության մեջ հավատարիմ պահողը, ծառայությունների մեջ ու ծառայությունների միջոցով գործողը Աստծո Հոգին է։ Ուրիշ խոսքով, եկեղեցին բարձրացնողը, եկեղեցին շինողը, եկեղեցին աճեցնողը Աստծո Հոգին է և նույն ինքը Աստված է։ Արդյունքը, ընթացքը, ամեն բան պատկանում է Աստծուն, բայց մենք կանչված ենք գործիքներ լինելու Աստծո դաշտի մեջ, Աստծո ձեռքերի մեջ և այդ դաշտի մեջ մեր լավագույնը անելու։ Երրորդ բանը, որ մարգարեական խոսքը այսօր ուղղում է մեզ և կոչ անում, մի վախեցիր և պատասխանը, որովհետև ես մնում եմ ձեզ մեջ, ձեզ հետ, որովհետև իմ հոգին ձեր մեջ է։ Այս խոստումը բոլոր ժամանակների համար իրականություն դարձավ իր ամբողջությամբ Տեր Հիսուս Քրիստոսի աշխարհ գալով։ Այս խոստումը իր գագաթնակետին հասավ, երբ որ Տերը խաչի վրա իր արյունը թափեց, իր մարմինը կտրեց, երրորդ օրը հարություն առավ, երևաց իր աշակերտներին և խոստում տվեց, որ իր ուսուցումները պահենք, իր ուսուցումներին հավատարիմ ապրենք, սովորեցնենք ու փոխանցենք հաջորդ օրերին
եւ այդ խոստումը մեր Տիրոջ շուրթերից հնչեց բոլոր օրերի մեջ, մինչև աշխարհի վերջը, ես ձեզ հետ եմ։ Աստված երբեք իր խոստումների մեջ չի թերանում։ Աստված երբեք իր խոստումների մեջ չի թերանում։ Նույն հոգին շարունակաբար մեզ հետ է, քեզ հետ է, իր զորությամբ ու ներկայությամբ, իր ներգործությամբ ու առաջնորդությամբ։ Հնարավոր է մենք տգարանանք, հնարավոր է մենք թուլանանք, հնարավոր է մենք սայթակենք, ինչպես Աստծո ժողովուրդը աքսորից հետո, բայց նայեցեք խոստումը, ուշադրություն դարձրեք խոսքերին, ըստ այն խոստումի, որ տվել եմ ձեզ, երբ դուք դուրս էիք գալիս Եգիպտոսից, իմ հոգին մնում է ձեր մեջ, մի վախեցեք։ Գիտեք, սա ինչ է նշանակում։ Ուրիշ խոսքով Աստված ցույց է տալիս, որ անկախ նրանից մենք որքանով հավատարիմ, որքան նվիրումով, որքան գադարյալ ընթացքով շարունակեցինք իրենից կառչած մնալ, անկախ մեր ընթացքից Աստված մնայուն շարունակական իր հոգիով առաջնորդում ու պահում էր իր ժողովուրդը։ Իսկ այդ ժողովուրդը միշտ չէր, որ հավատարիմ էր, միշտ չէր, որ իր ընթացքի մեջ ուրախացնում եւ ուրախ էր պահում Աստծուն։ Աստծո մեծությունը, Աստծո գեղեցկությունը ճիշտ սրա մեջ է ի հայտ գալիս։ Եվ մենք որպես Աստծո ժողովուրդ կանչված ենք այդ հոգին առնելու եւ այդ հոգու մեջ նաեւ մեր ընթացքը եւ կյանքը ապրելու։ Հայաստանի իրավիճակին եթե հետևում եք, հետաքրքիր մի ինտերվյու, երկխոսություն, զրույց լսեցի, չպիտի շեշտեմ ոչ մեկ քաղաքական մոտեցում կամ շեշտադրում, բայց հոգին սիրեցի։ Անձը, որից հարցազրույց էին վերցնում, ասեց լրագրողին, գիտես, իմ եւ քո տարբերությունը ինչ է։ Դու կարող ես ինձ վիրավորել, վարքաբեկել, դու կարող ես իմ հասցեին ամենավատ բառերն ասել, բայց ես պիտի շարունակեմ սիրել քեզ եւ իմ դիրքից երբեք վայր չընկնել եւ չնմանվել քեզ։ Հոգևոր հավատքի կյանքի համար խիստ կարևոր սկզբունք։ Աստծո մարդը կանչված է Աստծուն նմանելու։ Աստված ինչպես ի հայտնեց իրեն, ինչպես ի ցույց դրեց իրեն։ Երբ որ մենք մեղավոր էինք, երբ որ մենք թշնամի էինք, երբ որ մենք իրեն մոռացել ու անտեսել էինք, երբ որ մենք իր անունը փոխանակ պատվով պահելու անպատվում էինք, Աստված իր որդու միջոցով, որպես կատարյալ սիրո դրսևորում, եկավ եւ մեր մեջ բնակվեց։ Աստծո հոգին բոլոր ժամանակների համար այս խոստումը պահում է եւ իրականացնում եւ իրագործում է։ Նա մնում է մեր մեջ, մեր բոլոր վիճակների, մեր բոլոր սայթակումների, մեր բոլոր դժվարությունների եւ մեր բոլոր հարցերի մեջ եւ մեզ մենակ չի թողնում։ Եվ ես խոսում եմ բոլոր նրանց համար, ովքեր իրենց սիրտն ու կյանքը հանձնել են Աստծուն։ Աստված իր խոսքի մեջ երբեք չի ասում բաներ, որ ես կամ դուք չենք կարող անել։ Աստծո խոսքի մեջ շատ պատվերներ կան, շատ պատվիրաններ կան, եւ մեր մարդկային մտքի համար միգուցե անգարելի, բայց ես ուզում եմ ձեզ վստահեցնել, Աստված ինչ որ խոստանում է, պետք եղած զորությունը, ներգործությունը եւ հոգու առաջնորդությունն է տալիս, որբեսի ես եւ դու մեր հավատքի կյանքում կարողանանք ապրել հնազանդությամբ եւ ցույց տալ, ինչպես ենք հետևում Քրիստոսի օրինակին։ Հովանու ավետարանում մեր Տերն ասում է. «Եվ ես հորը կխնդրեմ, եւ ձեզ մեկ այլ», լսում եք, մեկ այլ մխիթարիչ կտա,
Մինչ այդ ինքն էր մխիթարիչը, մինչ այդ ինքն էր կենդանի օրինակը, մինչ այդ ինքն էր քայլողը իր աշակերտների հետ, որ տեսան, լսեցին, շոշափեցին, իրենց բոլոր զգայարաններով վերապրեցին այն փորձառությունը, որ այսօր նույն փորձառությունը կարող ենք մենք ապրել Աստծո հոգու հետ հաղորդակցվելով։ Ձեզ մեկ այլ մխիթարիչ կտամ, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի։ Ճշմարտության հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում եւ չի ճանաչում, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։ Ես ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ, ասում է մեր Տերը։ Ի վերջո, շուտով Սուրբ Ծննդյան դոնակատարությունների մեջ մեկ խոսք շատ հաճախ ենք լսելու, Էմանուել։ Մեկ խոսք շատ հաճախ ենք կրկնելու եւ իրար հիշեցնելու եւ քաջալերելու, Աստված մեզ հետ է։ Մեր փորձությունների հոգնածության մեջ Աստծո խոստումը մեզ նոր կյանք ու նոր շունչ է տալիս։ Աստծո ներկայությունը մեր զորության աղբյուրն է։ Աստված երբեք չի ասում կատարիր քո ուժով, գնա եւ գործիր քո խելքով։ Աստված ասում է աշխատիր, որովհետեւ ես քեզ հետ եմ։ Այս խոստումը նույնքան ճշմարիտ է նաեւ այսօր։ Աստծո հոգին մեր մեջ է, մեր փորձությունների, թուլությունների եւ անկարողության ժամանակ։ Աստծո հոգին ուր որ է, այնտեղ է զորությունը, այնտեղ է առաջնորդությունը, այնտեղ է Աստծո ներկայությունը։ Սա միայն հին օրերի համար խոստում չի, սա նաև կենդանի իրականություն է այսօր։ Տիրոջ հոգին այսօր էլ բնակվում է իր եկեղեցու եւ յուրաքանչյուր հավատացյալի մեջ նորոգելու, մխիթարելու եւ առաջնորդելու։ Նա եւ միայն նա կենդանություն է տալիս հուսահատվածներին, մխիթարում զղջացողներին, զորացնում նրանց, ովքեր պայքարում են մեղքի եւ հիասթափության դեմ։ Քանի դեռ նրա հոգին մեր մեջ է, մեր աշխատանքը երբեք զուր չէ, եթե Տերը չկառուցի տունը, զուր են աշխատում նրանք, որ շինում են։ Բայց քանի որ Տերն է շինողը, մեր աշխատանքը Աստծո մեջ եւ Աստծո միջոցով իր պետք եղած ժամանակին իր տեսանելի պտուղը պիտի տա։ Նույն հոգին, որ սկսեց բարի գործը մեր մեջ, նաեւ խոստում ունի, որ ավարտին կհասցնի մինչև Քրիստոսի օրը։ Թող այս խոստումը եւ այսօրվա խոսքը դառնա մեր հավաքական հավատքի կյանքի զորության աղբյուրը, աղոթքի եւ մեր ընթացքի մեջ, մեր հավատքի ճանապարհի մեջ միակ ներգործող ուժը, Աստծո ներկայությունը իր հոգիով թող շնորհի, որ մենք կարողանանք ապավինելով իրեն գործենք իր փառքի համար եւ մեր բոլոր քայլերի, աշխատանքի, ծառայության, ապրած կյանքի մեջ ցույց տանք, թե մենք ում ենք վստահել ու հավատացել։ Այսօր Տիրոջ սեղանն է բացված մեր առջև եւ այս քարոզի սիրտը, հոգին, այս սեղանը տեսանելի եւ շոշափելի է դարձնում։ Աստծո ներկայությունը մեր մեջ է, սա խոստում է եւ ոչ թե զգացում։ Ինչպես ապրենք, ինչպես վարվենք, ինչպես Աստծո ներկայությունը ամեն անգամ տեսանելի եւ շոշափելի ձևով վերապրենք, այս սեղանը հիշեցում է, այս սեղանը օգնություն է, այս սեղանը քաջալերանք է, այս սեղանը Աստծո զորության, այսինքն Աստծո ներկայության աղբյուրն է։ Սա այն սեղանն է, որտեղ շոշափելի կերպով մենք ընդունում, մենք հաղորդակցվում եւ մենք փորձարաբար ապրում ենք, առնելով Տիրոջ մարմինը, ճաշակելով նրա արյունը, որ որպես խոստում բոլոր ժամանակների համար մեզ տրվեց։ Աստված իր որդիով մեզ համար նոր կյանքի ուղի բացեց
եւ իր հոգիով առաջնորդում ու պահում է ամեն մեկիս։ Մենք գալիս ենք հոգնած, մենք գալիս ենք թուլացած, մենք գալիս ենք տգարացած, բայց գալիս ենք զորանալու, նորոգվելու եւ բարձրանալու համոզումով։ Այս այն օրն է, որ Տերը ստեղծեց։ Ուրեմն եկեք, ցնծանք եւ ուրախանանք, եկեք Տիրոջ առջև գանք եւ իր խոստման համաձայն, իր ներկայությունը մնայուն եւ բոլոր ժամանակների համար փորձառաբար ապրենք ու վերապրենք միասին։ Ամեն։